Լուվրի տնօրենը հրաժարական է տվել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է նրա հրաժարականը, այն անվանելով պատասխանատվության դրսևորում։ Խոսելով Լուվրում իր գործունեության մասին, Դեկարսը նշել է, որ տնօրենի պաշտոնում անցկացրած 4 տարիների ընթացքում վերականգնել է թանգարանի զարգացումը։ Ես կարող եմ սխալներ թույլ տալ, սակայն կարծում եմ, որ Լուվրը վերադարձրել եմ ճիշտ ուղու վրա։ Իրանը եւ Միացյալ Նահանգները միջուկային բանակցությունների երրորդ փուլը կանցկացնեն փետրվարի 26-ին Ժնևում։ Առաքչին ինքը նույնպես հաստատել է, որ բանակցությունները կկայանան եւ հայտարարել, որ Իրանն ու Միացյալ Նահանգները պատմական հնարավորություն ունենան նախադեպ համաձայնության հասնելու համար, միաժամանակ զգուշացնելով, որ Իրանը ցանկացած գնով կպաշտպանի իր ինքնիշխանությունը, եթե սպառնալիքի տակ լինի։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մեկնաբանել է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները Իրանի բալիստիկ եւ միջուկային ծրագրերի վերաբերյալ։ Նա այդ պնդումները անհիմն է անվանել, գրել. ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները Իրանի միջուկային եւ բալիստիկ հրթիռային ծրագրերի, ինչպես նաեւ հունվարյան անկարգությունների ժամանակ զոհերի թվի մասին նրանց պնդումները պարզապես ստեր են։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին կտրուկ քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, նրան անվանելով անշնորհակալ մարդ, որը արժանի չի Թբիլիսիի աջակցությանը։ Մեր քաղաքականությունը պարզ է, մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին։ Ոչ Զելենսկին, ոչ նրա տեղակալները, ոչ էլ Բրյուսելը արժանի չեն մեր աջակցությանը։ Նրանք անշնորհակալ մարդիկ են։